Վաղաժամ սերմնաժայթման խնդրի պատճառագիտության մեջ մի հետաքրքիր առանձնահատկություն կա, կոչվում է սովորութային տիպի վաղաժամ սերմնաժայթքում։ Սովորութային տիպի վաղաժամ սերմնաժայթման հակված են լինում սովորաբար, բայց ոչ սա պարտադիր բոլորին է վերաբերվում, այն տղամարդիկ, ովքեր դեռահասային տարիքից սկսած դեռևս սովորություն են ունեցել մաստուրբացիայի ժամանակ արագ հասել սերմնաժայթման։ Մաստուրբացիայի ժամանակ հիմնականում իհարկե բոլորն են փորձում արագ հասնել սերմնաժայթման, որտեղ մաստուրբացիան ինչ պայմաններում է արվում արագի մեջ։ Կարող բոլորը չունենան այդ հնարավորությունը, որ օրինակ ժամուկես ժամանակ ունեն, դանդաղ նստեն, իրենց հավեսով, հիմնականում ինչ որ արագ է ամեն ինչ տեղնում եւ մաստուրբացիայի պարագայում, հատկապես դեռահասների պարագայում, միշտ կա ռիսկը կամ վախը, որ իրանք կարող է բռնված լինեն։ Նկատնում ինչ-որ մեկը գա կամ չգիտեմ ինչ-որ դուրը գծեցեն տուալետի կամ ինչ-որ եւ սա ինչի է հանգեցնում, սա հանգեցնում է, որ պատանին դեռահասը փորձում է արագ հասնել վերջակետին, փորձում է արագ այդ գործը ավարտել, որտեղ իր մաստուրբացիայի նպատակը ո՞րն է։ Բուն նպատակը դա սեռական հաճույքի ստացումն է եւ այդ հաճույքին հասնելու համար ինքը ստիպված արագացնում է այդ գործողության ընթացքը եւ շարժումներն է արագացվում եւ գուցե սեքսուալ ֆանտազիաներն են միանում, պոռնոգրաֆիկ, էրոտիկ վիդեոներ են միանում, որպես այդ ամեն ինչը շատ արագ ընթացքում է եւ նպատակը համարվի արդեն իրականացված։ Կա տեսակետ, որ սա հետագայում տարիների ընթացքում կարող է բերել վաղաժամ սերմնաժայթման առաջացման եւ սա իհարկե կկոչվի սովորութային տեսակի վաղաժամ սերմնաժայթման։ Եվ տարբեր հեղինակներ առաջարկում են այս սովորութային վաղաժամ սերմնաժայթման բուժման մեթոդ ընտրել այս ամեն ինչի միջով հետընթացնորից անցնել։ Ինչ է սա նշանակում, ասում են, եկեք այդ տղամարդուն սովորեցնենք, որ դու մաստուրբացիա արա դանդաղ, ենթադրենք, հա, սովորի դանդաղ անել մաստուրբացիան, մի քիչ արա զգում ես, որ արդեն սերմնաժայթման պահը եկել է, ստոպ դուր, մի քիչ թող անցնի, նորից սկսի անելը, նորից ես զգում սերմնաժայթման պահը եկել է, նորից ստոպ դուր եւ այլն, բայց իմ մոտ մի քիչ հարց է առաջանում, էլի, այսինքն 40 տարեկան տղամարդ, օրինակ, դե միջին վիճակագրական տվյալներով ուղղակի շատ ուշ են տղամարդիկ դիմում այս հարցով բժշկի, դրա համար եմ էլի ուզում հասկանամ 40 տարեկան տղամարդուն ես ոնց այդ խորհուրդը տամ, այսինքն ասեմ գնա ամբողջ օրը զբաղվի մաստուրբացիայի այդ տեսակով, հա, արա դադար տուր, ես կարծում եմ չէ, ես կարծում եմ կարելի է վաղաժամ սերմնաժայթման պարագայում ավելի ռացիոնալ, ռադիկալ տարբերակներ ընտրել հարցի լուծման, դա դեղորայքային կլինի, թե միջամտությունը վիրահատական էական չի, բայց ինչ որ տարբերակ ընտրել, եթե դա կլինի մի տարբերակ, որը երկարատև ժամանակահատված է պահանջելու, ասենք մի քանի ամիս, զուգահեռ նաև խորհուրդ տալ, որ այս ամեն ինչը կարաս կիրառել, բայց ոչ հիմքը դա ընդունել։